Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, Ցայք հեռուստաընկերության եթերում Եղից լույս հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Մենք արդեն ուղիղ եթերում ենք եւ կրկին գործում են ուղիղ հեռախոսակապերը, որոնց միջոցով կարող եք հղել ձեր հարցերը։ Մեր հեռախոսահամարներն են 222 47 30543։ Ինչպես միշտ հաղորդումը եթեր է հեռարձակվում Շիրակի թեմի առաջնորդանի հովանավորչությամբ եւ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աճապահյանի մասնակցությամբ։ Աստված օգնական Սրբազան հայր։ Աստված բավական։ Սրբազան հայր, նախ ինչպես անցավ Սուրբ Նշան եկեղեցու բացումը։ Շատ լավ, շատ բարձր մագարտակով, շատ ուրախ մթնոլորտում, շատ հուզումնալից, նամանավանդ վեհապար հայրապետը իր ներկայությամբ պատվեց մեզ, իր ձեռքով հոծեց Սուրբ Սեղանը եւ իրեն ընկերակցում էին նախորդ առաջնորդները Շիրակի թեմի Գրիգորի arczepiskopոսը եւ Փարեն եպիսկոպոսը, որոնք նույնպես իրենց մասնակցություն ունեին Սուրբ Նշան եկեղեցու վերակառուցման գործում։ Իմ մասնավորի կմպետի խաչը օծվել էր Գրիգորի Սրբազանի ձեռքով, զանգակատան խաչը Փարեն Սրբազանի կողմից։ Իսկ մեր առաջնորդության ժամանակն էլ համընկավ վերջնական ուրեմն կառուցման ավարտի հետ եւ մենք ուրախություն ունեցանք իրոք այդ հուզմունքը ապրելու եւ այդ հուզումի մասին ես նաեւ արտահայտվեցի, որովհետեւ իրոք երբեք չէի կարող ակնկալել իմ մանկության տարիներին, որ Աստված նման շնորհ եւ առաքելություն կպարգևի վերաբացելու, վերաօծելու այդ եկեղեցին, որի պատերի տակ հաջող խաղացել ենք եւ մեր մանկության օրերն ենք անցկացրել պատուհանից ներս ենք նայել, փորձելով տեսնել թե ինչ կա։ Մի խոսքով շատ իրոք ինձ համար հուզումնալից էր եւ ես այդ մասին ասացի դարձյալ, որ անցած տարի Սուրբ Հակոբ եկեղեցու օծումը, որ նոր եկեղեցի էր, այդքան հուզումնալից չէր ինձ համար, որքան Սուրբ Նշան եկեղեցու վերաբացումը։ Վստահ եմ, որ մյուս եկեղեցիների նամանավանդ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաբացումը, եթե Աստված արժանի համարի մեզ, շատ իրոք շատ ավելի հուզումնալից է լինելու։ Նաև իրոք այդ օրը, որ համընկավ Գյումրիի օրվա Գյումրիի տոնի հետ եւ Հանրապետության բարձրաստիճան ղեկավար պաշտոնյաներ եկան եւ նաեւ մասնակցեցին Սուրբ Նշան եկեղեցու օծմանը, վարչապետի գլխավորությամբ, իրոք դա էլ մեզ համար իրոք մխիթարական էր։ Մի խոսքով եւ Սուրբ Նշան եկեղեցու բացումը եւ հաջորդող բոլոր իրադարձությունները, որոնք եղան այդ օրվա ընթացքում, իրոք մխիթարական էին եւ կարծում եմ, որ մթնոլորտն էլ կարծես թե փոխվում է մեր քաղաքում, արդեն լավատեսությունն է թևածում եւ բարձր տրամադրությունն է, որը իրոք շատ գովելի է։ Սրբազան հայր, այս եկեղեցին արդեն գործելու է եւ ամեն կիրակի պատարակներն մատուցվելու։ Ամեն կիրակի պատարակ դեռ հնարավոր չէ մատուցել, որովհետև քահանաներ չկան, որոնք կարողանան ամեն կիրակի մատուցել, բայց ամիսը մեկ անգամ մենք արդեն այդ կարգադրությունը արել ենք, յուրաքանչյուր 4 կիրակին մեկ, ուրեմն Սուրբ Նշան եկեղեցում Սուրբ պատարակ կմատուցվի, դրանից բացի անշուշտ անպայման պատարակ կմատուցվի Սուրբ Խաչին նվիրված բոլոր տոներին, որոնք 4-ն են տարվա ընթացքում, ուրեմն անկախ այդ հերթական պատարակներից ուրեմն Սուրբ Խաչին նվիրված բոլոր տոներին Սուրբ պատարակ կմատուցվի Սուրբ Նշան եկեղեցում։ Դա Աստված, որ ապագային մենք ունենանք արդեն բավարար թվով քահանահայրեր, որովհետեւ մեկին էլ նշանակենք մնայուն եւ մշտական կերպով Սուրբ Նշան եկեղեցու։ Անշուշտ մեկ քահանան էլ բավարար չէ Սուրբ Նշանի համար, առնվազն 2 քահանայի անհրաժեշտ։ Սուրբ Հակոբը նույնպես մեկ քահանայով է։ Մի խոսքով քահանայից պակասությունը մեզ շատ է նեղացնում եւ այդ պատճառով հնարավոր չէ, որ այսօրվանից ուրեմն Սուրբ Նշան եկեղեցում կիրակնօրյա պատարակները մշտական կերպով լինեն։ Անցած կիրակի եղավ պատարակ, այսինքն օծումից անմիջապես հետո, որ նաեւ Վարագա Սուրբ Խաչի տոնն էր, Սուրբ պատարակ եղավ եւ Սուրբ պատարակը մատուցեց նախորդ առաջնորդներից Գրիգորի Սրբազանը, որ այսօր Ուկրաինայի թեմի առաջնորդն է։ Եվ մյուս պատարակը կլինի ուրեմն հոկտեմբեր 26-ին, որը նաեւ Գյուտ Խաչի տոնն է, եւ այդպես 4 կիրակին մեկ ուրեմն Սուրբ Նշան եկեղեցում պատարակ կմատուցվի։
Շնորհակալություն Սրբազան հայր, սիրելի հեռուստատողներ, հիշեցնեմ, որ Սայք հեռուստաընկերության ուղիղ եթերում Եղիցի լույս հաղորդաշարի հերթական թողարկումն է, այս հաղորդմանը գործում է ուղիղ հեռախոսակապ 222 47 305 43 հեռախոսահամարներով եւ այսօրվա թեման, որ ուզում եմ խոսել, Սրբազան հայր, հրեշտակներն են։ Ուզում եմ մի քիչ ավելի մանրամասն իմանանք հրեշտակ ասածը նախ ինչ է։ Իմացեք Ընդհանրապես մեր քաղաքի բնակչությունը, մեր տարածաշրջանի բնակչությունը միշտ հետաքրքրված է ավելի երկրից դուրս արտառոց գերբնական երևույթներով։ Սա լավ է թե վատ է։ Իրողություն է, լավի եւ վատի խնդիր չէ, իրողությունը այդպես է։ Անշուշտ հրեշտակների մասին լայնածավալ գրականություն կա եւ լայնածավալ ուսումնասիրություններ կան բոլոր եկեղեցիների մոտ, բայց մեր եկեղեցին, հայ եկեղեցին ի տարբերություն մյուս եկեղեցիների շատ ավելի իրատեսական մոտեցում է ունեցել եւ բնավ չի մտել այս հարցերի մեջ ոչ հրեշտակաբանության իմաստով, ոչ էլ վախճանաբանության իմաստով, ինչի մասին երբեմն անդրադարձել ենք։ Այսինքն այն երևույթներին, որոնք վերաբերում են անտեսանելի, անշոշափելի երևույթներին, որը վախճանաբանությունն է, այսինքն ինչ պետք է լինի վաղը, վախճանին, կամ ինչ հոգևոր էակներ են մեզ շրջապատում հրեշտակաբանությանը, այդ երևույթների շատ խորը չի մտել եւ դա մեր եկեղեցու նաեւ այսպես ասած սպეციფիկան է։ Սա որպես մուտք։ Իսկ ընդհանրապես կարող եմ ասել, որ ինչպես ստեղծվեցին հրեշտակները, երբ որ Աստվածաշնչի առաջին տողը կարդում ենք, այնտեղ գրված է՝ ի սկզբանե Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ Եվ այստեղ երկիր ասելով չպետք է հասկանալ պարզապես երկիր մոլորակը, այլ պետք է հասկանալ նյութական աշխարհը, եւ երկինք ասելով պետք է հասկանալ հոգեվոր աշխարհը։ Ուրեմն ի սկզբանե Աստված ստեղծեց հոգեվոր եւ նյութական աշխարհը, եւ հոգեվոր աշխարհը այլ բան չէր, եթե ոչ այո հրեշտակների դասերը, հոգեղեն էակները, որոնք նյութեղեն չէին։ Իսկ երկիր անվան տակ Աստված ստեղծեց, այսպես ասած, այն ինչ որ անվանում ենք մատերիա, նյութ։ Ուրեմն Աստված ստեղծեց հոգին եւ Աստված ստեղծեց նյութը։ Եվ ուրեմն ի սկզբանե երկինք հասկացողության մեջ, այդ հասկացողության մեջ պարպակվեցին հրեշտակների դասերը եւ հրեշտակների բազմությունները, որոնք նույնպես ստեղծված են, նույնպես արարած են, բայց ստեղծված են որպես հոգի, այսինքն աննյութական են։ Հրեշտակների ստեղծումը ի սկզբանե է։ Սրբազան հայր, մինչ իմ հաջորդ հարցը հնչեցնելու եթերում մենք ունենք հեռախոսազանգ, խնդրեմ, ալո։ Սրբազան, ես ունեմ մի երկու հարց։ Չի լսում, խնդրեմ մի քիչ բարձր։ Հարիջի վանկի համար, առաջի հարցը, Հարիջի վանկի համար, որը վերանորոգման ավարտի համար ինչ աշխատանքի են կրում։ Եվ երկրորդ հարցը, ես շատ եմ անցել փողոցներ հոգևոր ծառայանի, դեմ ուսանողների համար գեշին ասենք հանրամատաբար, թե գեշնավի քեության կեմարանի, ես շատ եմ մեդալել ուսանողների, որ քաղաքացիական հատուցներով են իրանք։ Ես շատ հետաքրքրում էլի, այս դերից է պարտադիր իրանք ունենան համազգեշ թե ոչ։ Շնորհակալություն հարցի համար։ Առաջին հարցը Հարիջի վանքին վերաբերող։ Հարիջի վանքում վերանորոգչական աշխատանքները եղել են, այսօր էլ մի պահ դադարել են, բայց պետք է շարունակվեն։ Հարիջի վանքը մեծ կոմպլեքս է եւ այնտեղ շինարարական աշխատանքները 1 տարում կամ 1 օրում առավել ևս ավարտել հնարավոր չէ։ Այսօրվա դրությամբ առաջնահերթ հարցը դրված է նորոգելու նախկին, այսպես կոչված դպրանոցի շենքը, որը ծառայում էր սովետական տարիներին իբրև թանգարան, ուրեմն այդ շենքը պետք է նորոգվի իր հարակից մի քանի մասերով, որովհետեւ այնտեղ տեղավորվի, այնտեղ տեղափոխվի մեր Գյումրիի հոգևոր դպրանոցը, չէ՞ որ կապված է արդեն երկրորդ հարցի հետ։ Եվ ուրեմն այդ փուլում կատարվում են հիմա նախագծման եւ նախահաշվային աշխատանքները եւ վեհապար հայրապետը պիտի հայթայթի պետք եղած գումարները, որովհետեւ այդ Հարիջի բանկի այդ հատվածը վերանորոգվի, որից հետո մնացած փուլ առ փուլ կկատարվեն մնացած բոլոր աշխատանքները։ Անշուշտ Հարիջի բանկը, ինչպես ասացի, շատ լայնածավալ աշխատանքների է կարոտում
եւ դա տարիների անդուլ աշխատանքի շնորհիվ կարող է իր ավարտին հասնել, իր նախկին պայծառությանը հասնել։ Եվ երբ որ արդեն դպրանոցն էլ այնտեղ տեղափոխված լինի, բնականաբար կաշխուժանա եւ կյանքը, եւ հոգեվոր կյանքը, եւ վանքի միջավայրը, եւ փոփոխությունը ակնհայտ կլինի։ Ինչ վերաբերում է Գյումրիի մեր դպրանոցի ուրեմն ուսանողների համազգեստ չունենալուն, Գյումրիի ուսանողները այո համազգեստ չունեն։ Դա եւ պետք է եւ անհրաժեշտ չէ միևնույն ժամանակ։ Ինչու, ասեմ, որովհետեւ միշտ չէ որ դպրանոցի սաները համազգեստ են ունեցել։ Ես ինքս երբ ճեմարանի սան եմ եղել, առաջի մի քանի տարիները մենք համազգեստ չենք ունեցել։ Եվ սովորական աշխարհիկ զգեստով ենք մեր ուսումնական ընթացքը տարել առաջ։ Եվ միայն վերջին տարիներին էր, վերջին 3 տարիներին էր իմ ուսանողական, երբ որ համազգեստը մուտք գործեց եւ սկսեցինք համազգեստ հագնել։ Դրանից հետո արդեն մի տեսակ դարձավ պարտադիր Գևորգյան ճեմարանի ուրեմն ուսանողների համար, այն էլ ոչ միշտ, որովհետեւ երբեմն լինում է, որ նյութական պատճառներով եւ այլ պատճառներով ուրեմն համազգեստներ չեն կարող ուսանողների համար եւ ուսանողների մի մասը մնում է առանց համազգեստի։ Նույնը Սևանի դպրանոցում է, այնտեղ էլ ունեն համազգեստ։ Գյումրիի մեր դպրանոցում առաջին օրվանից այդ հարցը միշտ տեսչության կողմից մեր առջև դրված է եղել։ Տեսչությունը միշտ առաջարկել է, որ մեր ուսանողները համազգեստ ունենան, բայց ես շատ չեմ ընտարաչել այդ խնդրանքին երկու պատճառներով։ Նախ առաջին այն պատճառով, որ մեր դպրանոցը վանական հաստատություն չէ։ Այսինքն վանքում չէ, վանքի կողքին չէ, ինչպես Հարիջը, ասենք, եթե լիներ, կամ Գևորգյան ճեմարանը, կամ ասենք Սևանի դպրանոցը։ Եվ պարզապես ուրեմն ննջարանի մասնաշենքից դուրս գալու եւ լսարանական մասնաշենք մտնելու համար համազգեստ հագնելու այդքան կարեւորությունը ես չեմ տեսել, թերևս գուցե այս հարցում սխալվել եմ, բայց ամենայն դեպս չեմ տեսել այդ անհրաժեշտություն։ Ուրիշ հարց է, որ վանական միջավայրում դա պահանջում է, բայց դպրանոցը ցավոք վանական միջավայրում չէ։ Եվ երկրորդ հարցը բնականաբար համազգեստ կարելը ձրի չէ եւ նյութական միջոցների է կարոտում եւ ամեն տարի նոր համազգեստ կարել նոր ուսանողի համար եւ հին ուսանողի համար էլ մաշված հանդերձը փոխարինել նորով, դրանք բավական մեծ ծախսեր են, որի մեջ չեմ ցանկացել մտնել զուտ առաջին ուրեմն պատճառով, որ այդքան անհրաժեշտ չեմ նկատել համազգեստի գոյությունը, բայց եթե ժողովուրդը իր նկատառումը ունի այս հարցում եւ ուզում է մեր ուսանողների նույնպես տեսնել համազգեստով, կարելի է մտածել այդ ուղղությամբ։ Շնորհակալություն Սրբազան հայր, շարունակելով մեր թեման հրեշտակների մասին է ինչը։ Ինչ կասեք հրեշտակների դասի մասին, ինչ դասերի են բաժանված նրանք։ Հրեշտակների դասերը ըստ Դիոնիսիոս Արիսպագացու ամենախոշոր այսպես ասած հրեշտակաբանը Դիոնիսիոս Արիսպագացին է, որից հետո արդեն հրեշտակաբանությունը մանավանդ արևելքում այդպես բուրըն զարգացում չի ավերում եւ բոլորը հաստատ մնում են Դիոնիսիոս Արիսպագացու այդ հրեշտակաբանության վրա։ Ըստ ուրեմն Դիոնիսիոս Արիսպագացու հրեշտակների դասերը 9 են, եւ որոնք իրենց երթին բաժանվում են 3 կարևոր դասերի՝ վերին, միջին եւ ստորին։ Եվ ուրեմն ստորին դասում են գտնվում հրեշտակապետերը եւ հրեշտակները, միջին դասում սերովպեները եւ քերովպեները, իսկ վերին դասում զորություններ, պետություններ, իշխանություններ։ Այնպես որ Դիոնիսիոս Արիսպագացու ուրեմն այս մոտեցումով հրեշտակների, այսինքն աննյութական հոգեղեն էակների դասերը 9 են, որոնք ամենաբարձրը ամենամոտն է Աստծուն, իսկ ամենացածերը ամենամոտն է մարդկանց։ Եվ ուրեմն հրեշտակները համարվում են բուն հրեշտականունով հրեշտակները համարվում են ուղղակի ամիջական շփում ունեցողները մարդկության հետ, ինչն էլ որ Ավետարանում Աստվածաշնչի մեջ բազմիցս ականատես ենք լինում։ Պետք է ասել նաև, որ 5 դագարանում օրինակ հրեշտակների այդպես զարգացած ներկայացում գոյություն չունի, նույնիսկ կան դեպքեր, որտեղ հրեշտակները շատ ռեալ կերպով հանդես են գալիս մարդկային կերպարանքով, մարդկային տեսքով։ Իսկ հրեշտակապետերը այդ հրեշտակների դասերի, ստորին ուրեմն հրեշտակների դասերի ղեկավարներն են, այսպես ասած,
հրամանատարներն են եւ Աստվածաշունչը մեզ է փոխանցում մի քանի հրեշտակապետերի անուններ, գիտեք, Գաբրիել, Միքայել, Ռաֆայել, որոնք համարվում են հրեշտակապետեր։ Եվ ուրեմն հրեշտակները բուն ամենաներկևում գտնվող հրեշտակներ ուղղակի շփման մեջ են մարդկության հետ եւ պատկամն են փոխանցում Աստուծո, հովանավորում են մարդկանց, պաշտպանում են նրանց եւ այլ տարբեր ուրեմն գործառնույթներ են կատարում։ Եվ նաեւ պետք է նշել այստեղ, որ հրեշտակ բառը գրաբարում հին հայերենում ուրիշ բան չի նշանակում, եթե ոչ պատկամաբեր, բամբեր։ Հրեշտակ բառը նշանակում է պատկամաբեր։ Սրբազան հայր, Սատանան փաստորեն այս դասին էր պատկանում, հրեշտակ էր։ Սատանան ոչ, Սատանան ամենաբարձր դասի հրեշտակ էր, այդ իր ամենաբարձր փառքի դրսևորման մեջ ուրեմն հբարդացավ, նախանձեց Աստծուն եւ ցանկացավ ավելի բարձր լինել, քան Աստված, որովհետեւ իր իշխանությունը կարծես թե ավելի անսահմանափակ էր եւ որի պատճառով պատժվեց եւ ընկավ խորխորատը եւ վերածվեց Սատանայի եւ դարձավ հագարագործ, հավիտենական հագարագործ Աստծուն եւ մարդկանց։ Սրբազան հայր, փաստորեն դեռևս այն ժամանակներից եւ հոգեղեն կյանքում եղել է նախանձությունը։ Գիտեք, ուրեմն Աստվածաբանությունը ասում է այն մասին, խոսում է այն մասին, որ հոգեղեն էակները, ինչպես եւ նյութեղեն էակները, ինչպես եւ մարդը ստեղծվեցին ազատ կամքով։ Այսինքն նախապես հոգեղեն էակները, հրեշտակները նույնպես ունեին ազատ կամք։ Այսինքն չարիք գործելու, չար գործելու հնարավորություն։ Եվ ուրեմն ճանաչելու չարը եւ բարին ճանաչելու հնարավորություն, ուրեմն տրված էր Աստծուց այդ իրավունքը, այդ հնարավորությունը, որի պատճառով էլ ուրեմն Արուսյակը այդ գայթակղության մեջ ընկավ եւ այդ անկում ապրեց։ Եվ որից հետո ընդհանրապես կարծիք կա աստվածաբանության մեջ, սա անշուշտ կարծիք է եւ ոչ դոգմա, կարծիք կա, որ տեսնելով այդ Սատանայի անկումը, հրեշտակների մյուս դասերը կամավոր կերպով հրաժարվեցին արդեն ազատ կամքից։ Եվ իրենք իրենցից վերացվեց, իրենցից վերցվեց ազատ կամքը, այնպես որ իրենք հրեշտակների դասեր այլևս մեղանչելու որևէ հնարավորություն չունեն, ինչը որ տրված է մարդկանց որպես գերագույն էակի եւ միշտ մեր եկեղեցու հայրերը խոսում են, որ մարդուն տրված հնարավորությունը ավելին է, քան հրեշտակների դասերինը։ Այսինքն մարդը ավելի արժանի գտնվեց Աստուծո առջև, քան հրեշտակները։ Յուրաքանչյուր մարդ ունի իր պահապան հրեշտակը։ Կա հավատք, այո, որ ունի, յուրաքանչյուր մարդ ունի իր պահապան հրեշտակը։ Եվ բոլոր մարդկանց հրեշտակները նույն դասից են։ Այո, նույն դասից են բոլոր պահապան հրեշտակները, ինչպես ասացի, ներքևի ամենացածր ասելով չի կարելի այսինքն վատ իմաստով պետք չէ օգտագործել կամ այդ ներքևի դասի գտնվող հրեշտակներն են, որոնք անմիջական, ինչպես ասացի, շփման մեջ են մարդկանց հետ։ Սրբազան հայր, բացի փաստորեն հրեշտակ բառը ասացիք պատգամաբեր, չէ՞, բացի պատգամ բերելու իրենց առաքելությունից, իրենք կարող են մարդկանց համար բարեխոս հանդիսանալ։ Դա սուրբերին է վերապահված, մարդկանց է վերապահված եւ վերապահված է ամենաբարձր եւ միակ բարեխոսին Հիսուս Քրիստոսին, այսինքն նրան, ով ճաշակեց մարդկությունը իր մարմնով, իր մարմնի մեջ։ Հետևաբար հրեշտակների գործի մեջ, գործառնույթի մեջ բարեխոսելը չի մտնում, այլ նրանք պահպանում են, պատասպարում են, փորձում են ամեն կերպ ապահովել մարդկանց չարիքից եւ դժբախտությունից, պատահարներից եւ փորձանքներից, բայց բարեխոսության խնդիր իրենց կողմից չկա։ Իսկ երբ են նրանք այցելում մարդկանց եւ ինչ կերպ են ի հայտ գալիս։ Նայած հրեշտակները, պահապան հրեշտակը երբեք չի բաժանվում մարդուց։ Չէ, իտես, երբ մարդը տեսնում է հրեշտակը։ Դա լինում է միայն Աստուծո կամքով, Աստուծո ցանկությամբ, Աստուծո ուղարկելու հետևանք որպես, այլապես հրեշտակը ինքնին իր ցանկությամբ չի կարող երևալ եւ որևէ բան անել։ Ինչպես ավետարանում տեսնում ենք, որ իսկ ինչ տեսքով կարող է երևալ։ Հրեշտակը կարող է երևալ ցանկացած տեսքով, մարդու տեսքով, հրեշտակի տեսքով, որևէ մի կերպ, ինչ կերպ որ Աստված կամենա, որ հրեշտակը ներկայանա։ Շատ հաճախ լսում ենք տարեցներից հատկապես, որ երազում տեսնում են հրեշտակ։ Այս
փաստը ինչպես կարելի է մեկնաբանել։ Արդյոք իրոք հրեշտակ են տեսնում, արդյոք նմանեցնում են կամ գուցե տեսնում են իրոք, գուցե եւ իրենց թվում է թե տեսնում են, դրանք դա միշտ էլ պետք է զգուշ լինել այս իմաստով։ Ես միշտ ասել եմ այդ մասին, որ երազների նկատմամբ պետք է լավ զգուշություն ցուցաբերել, որովհետեւ երազները ինչպես լինում են բարուց, այնպես էլ լինում են չարից։ Եվ պետք է հիշել նաեւ ավետարանական այն խոսքը, որ չարը կարող է լույսի հրեշտակի կերպարանք ստանալ։ Այսինքն չարը ինքը կարող է հայտնվել լույսի հրեշտակի կերպարանքով։ Այսինքն չի կարելի միանշանակ կերպով լույսի հրեշտակ արժևում տեսնել, իսկ կարծել թե դա բարի է եւ դա բարի հրեշտակ է։ Որովհետեւ շատ ժամանակ նույնիսկ ամուսնության այս խնդիրները կապում են երազների հետ, երազվում հրեշտակի այցելության, հրեշտակի տված падգամի Դե դա այն է ինչի մասին որ ասացի ի սկզբանե, որ մեր տարածաշրջանի ժողովուրդը սիրում է այդ երազները, երազների հետ կապված երևույթները, մեկնաբանությունները, հրեշտակները, այն բաները, որոնք ասենք այսպես անյութական ոլորտին են վերաբերում։ Մեր տարածաշրջանի ժողովուրդը, Գյումրի ժողովուրդը սիրում է այդպիսի բաներ։ Պաստորեն կարող է հրեշտակի տեսքով գալ սատանան եւ խաբել։ Անշուշտ, այս պարագայում Չէ, ամուսնությունը չի կարելի երազով, երազի հիման վրա։ Երազի հիման վրա անում են Սուրբ Սարգսի, ուրեմն գիշերը, որը այսպես ասած ընդունված ավանդություն է, երբ որ փաստորեն Սուրբ Սարգիսը հովանավորում է եւ միացնում է այն մարդկանց, որոնք իրենց համար, իրար համար են միմյանց համար են ստեղծված։ Ուրեմն դա ուրիշ հարց է, երբ որ ուրեմն Սուրբ Սարգիսը կատարում է այսպես ասած իր գործը։ Բայց դրանից դուրս ամուսնություններ կնքել երազով եւ երազի հիման վրա դա միշտ չէ որ քաջալերվելի է։ Սրբազան հայր, նաեւ կա այսպես տարեցների կողմից ասված միտք, որ այն տներում, որտեղ կան սրբապատկերներ, սրբի անկյուններ, այս տանը շաբաթ կիրակի օրերին, հանգստյան օրերին այցի է գալիս այդ սուրբ իտես մարդկանց։ Սա այս երևույթը ինչպես կարելի է մեկնաբանել։ Գիտեք, Աստված մարդկանց հետ միշտ շփման մեջ է, շփման մեջ է հրեշտակների միջոցով կամ ցանկացած կերպ, ինչպես որ ինքը կամենա։ Հետևաբար, եթե մարդը իր համար ստեղծում է որոշակի հոգևոր անկյուն, հոգևոր մի միջավայր, որտեղ ուզում է հանդիպել Տիրոջը, Տերը իրեն հանդիպում է։ Եվ հանդիպում է այն կերպ, ինչ կերպ որ ինքը ցանկանում է։ Հետևաբար, ցանկացած տեղ, ցանկացած ձևով կարող է դա լինել, բայց դարձյալ ասում եմ, պետք է զգուշ լինել, որ դրա հետևում այն կոդոշավոր, պոզավոր արարածը չլինի։ Սրբազան հայր, այս հարցը որ առաջադրել եմ միգուցե ուղղակիորեն կապ չունի հրեշտակների հետ, բայց ինչպես կարելի է մեկնաբանել այս երևույթը, երբ տան մեջ առարկաներ են շարժվում կամ վայր են գնում կամ ոտնաձայներ են լսվում, արդյոք սա հրեշտակի կամ ներկայություն է կամ ոնց կարելի է սա հրեշտակների հետ կապված խնդիր չէ արդեն, սա արդեն ոգեգան ոգիների հետ կապված խնդիր է, որոնք միանշանակ կերպով առնչվում են ուրեմն մյուս չար հոգիների ոլորտին։ Այո, այդպիսի բաներ տեղի են ունենում եւ այդպիսի բաները դադարում են, երբ որ այդ տանը կատարվում է օրհնություն, խաչով օրհնվում են, տան անկյունները օրհնվում են, օրհնված ջրով սրսվում են եւ այդպիսի բաները դադարում են։ Հետևաբար նման երևույթները երբեք բարուց չեն, նման երևույթները միշտ չար ոգիների ուրեմն արդյունք են, որովհետև չար ոգիները իրենք թափառական են, չի կարող հանգստանալ չարը։ Գիտեք, բարին մշտական անդորրության եւ խաղաղության մեջ է։ Իսկ չարը մշտական շարժման։ Բայց երկրի վրա, հա։ Եվ այո, երկրի վրա անշուշտ արդեն ավետարանն ասում է, որ սատանան ընկավ եւ թափառում է երկրի վրա։ Եվ իր համար որսեման գալիս։ Եվ դրա համար այդ ամեն տեսակի դրսևորումների մեջ իրեն ցուցաբերում է եւ մարդիկ ովքեր պաշտպանված են եկեղեցու մեջ, եկեղեցու հաղորդությամբ, նրանք վախենալու խնդիր չունեն։ Իսկ նրանք ովքեր պաշտպանված չեն, պետք է փորձեն պաշտպանվել։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ Ցայք հեռուստաընկերության ուղիղ եթերում եղեցի լույս հաղորդաշարն է, գործում է հեռախոսակապ, հեռախոսահամարներն են 22247 305 43։ Խնդրեմ հեռաձայնեք եւ առաջարկեք ձեզ հուզող հարցերը։ Իսկ մենք շարունակում ենք թեման։ Սրբազան հայր, սերովբեների եւ քերովբեների մասին խնդրում եմ ասացեք։ Եթե հրեշտակները հրեշտակապետեր ունեն մարդկային տեսարան, ապա քերովբեները պատկերված են այլ տեսքով։
արծվի թևերով եւ այլն։ Սա ինչ բացատրություն ունի։ Արդյոք խորհուրդ է սա, թե իրական տեսքն է իրենց։ Սերովպեները անվանվում են 6 թևյան, քերովպեները անվանվում են բազմաչյա, որովհետեւ այսինքն այդպես է տեսիլքի մեջ մարգարեական տեսիլքի մեջ այդպես են հայտնվել սերովպեները եւ քերովպեները։ Սերովպեների եւ քերովպեների ուրեմն հիմնական գործը, այսպես ասած, տիրոջ փառաբանել եւ տիրոջ օրհնություններ առաքելն է։ Այսինքն մշտական պատարակ փաստորեն երկնքում տիրոջ համար եւ տիրոջ ուղղված, որին մենք փորձում ենք ձայնագից լինել երկրից։ Եվ օրինակի համար ըստ մարգարեի նաեւ Սուրբը, որ երգում ենք մենք ամեն անգամ պատարակի ժամանակ, դա սերովպեների եւ քերովպեների երգն է, որոնք իրենք մշտական կերպով, անդադար կերպով երգում են Աստուծո Սուրբ գահի առջև։ Ուրեմն սերովպեների եւ քերովպեների խնդիրները, այսինքն գործերը Աստուծո հետ են կապված եւ Աստուծո հետ են առնչվում։ Նրանք մարդկանց հետ, այսինքն շփվելու խնդիր չունեն։ Ուղղակի տեսիլքի մեջ, այո, մարգարեական տեսիլքի մեջ երևացել են, թե ինչպիսին են սերովպեները եւ քերովպեները։ Սրբազան հայր, մենք ունենք եւս մեկ հեռախոսազանգ։ Ալո։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մի հատ կարելի է։ Խնդրեմ, համեցեք։ Ուրեմն այդտեղ նոր խոսակցություն եղավ անկյունում տիրոջ հետ հաղորդակցվելու համար։ Բայց Հիսուսը ասում էր Աստծո արքայությունը ձեր մեջն է։ Աստուծո արքայությունը յուրաքանչյուրիս մեջ է եւ յուրաքանչյուրս փորձում ենք գտնել Աստծուն, բայց դրա համար պետք է գոյություն ունի, պետք է ստեղծել նաեւ հոգեվոր միջավայր։ Հարցը անկյուն չէ, օրինակ հոգեվոր միջավայրը եկեղեցին։ Հոգեվոր միջավայրն են այն տաճարները, որոնք շատ գեղեցիկ, շատ ճիշտ տեղում ընդրված կառուցված են, եւ որտեղ երբ որ մտնում ես, զգում ես, որ հոգեվոր լիցքի կուտակում կա։ Ուրեմն պետք է ստեղծել այդ հոգեվոր միջավայրը, որովհետեւ այդ հոգեվոր միջավայրի մեջ կարողանանք անարգել կերպով հաղորդակցվել Աստծուն։ Միշտ չէ, որ այսպես ասած Սուրբի անգյունները այդ հոգեվոր միջավայրը ստեղծում են։ Երբեմն չեն ստեղծում, որովհետեւ մարդը չունի այդ ընկալումը, նա ուզում է կաշառել Աստծուն, ուզում է դրանով խաբել Աստծուն, որով իսկ Աստված անկաշառելի է եւ հնարավոր չի Աստծուն խաբել։ Ուրեմն այդ միջավայրը պարտադիր չէ, բայց եթե միջավայրը կա, շատ ավելի լավ։ Ուրեմն պայման չէ, որ անպայմանորեն լինի այդ անկյունը, բայց եթե լինի եւ եթե լինի իրոք ստեղծված հոգեվոր միջավայր, հոգեվոր լիցք իր մեջ պարունակի, բնականաբար օգտագարությունը եւ Աստուծո հետ հարաբերությունը շատ ավելի մեծ կլինի եւ այստեղ հարցը չի վերաբերում պարզապես սրբապատկերներին։ Սրբապատկերները միջոց են, որովհետեւ մարդը կարողանա կենտրոնանալ Սուրբի սրբության վրա, Աստվածայինի վրա, որովհետեւ մարդը ֆիզիկական էակ է եւ ուզում է իր համար իր զգայարաններով ճաշակել սրբությունը, Աստվածայինը։ Իսկ զգայարաններից մեկն էլ տեսողությունն է։ Եվ տեսողությունը դրա համար նպաստում է, որպեսզի սրբապատկերի միջոցով ինքը կարողանա հաղորդակցվել Աստծուն։ Շնորհակալություն Սրբազան հայր, այսօրվա հարցերին պատասխանելու համար, սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալություն ձեզ նաև ուշադրության, նաև մասնակցության համար։ Մեր հաղորդումը մոտեցավ ավարտին, կհանդիպենք 2 շաբաթ անց Ցայք հեռուստաընկերության ուղիղ եթերում եւ կմաղթենք, որ ձեր սրտերում լույս եղիցի։ Միշտ նոր հանդիպում եթերում։ Աստված օգնական Սրբազան հայր։ Աստված բարոյական։